Ողջույն բարեկամներ, մինչև հիմնական նորություններին անցնելը, այն ընտրությունները, որ կատարվեցին Գյումրիում եւ Փարաքարում, դրանց մասին անդրադառնալ, ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր նորության, ես լավ նորության, վստահ եմ ձեզ բոլորին հետաքրքիր է եւ այսպես Հայաստանում է գտնվում արդեն Գերմանիայի Դաշնության նախագահ կնոջ հետ եւ ինչու է սա կարևոր, որովհետեւ եթե հիշում եք, իր այցելությանը նախատեսված չէր արդեն պետական արարողակարգով այցելություն դեպի Ծիծեռնակաբերդ։ Ասեմ իմանաք, որ այս ճիվաղապետությունը պետական արարողակարգից հանել է այցելություն Ծիծեռնակաբերդ որպես պարտադիր օրակարգ բոլոր բարձրաստիճան հյուրերի համար։ Եվ այսպես ճիվաղապետությունը այցելությունը հանում է մեջտեղից։ Մոռանում ենք ոնց է ցեղասպանություն ա եղել, ինչ որ տարիներ բոլոր հյուրերին բարձրաստիճան տարել են Ծիծեռնակաբերդ, այս թրքամետները, այս թրքահաճոները հանել են օրակարգից, բայց իր շնորհիվ հայկական կազմակերպությունների, մասնավորապես ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր լավ բարեկամ խնդրեմ ես սա նամակն է, որը ուղղված է եղել Շտայնմայերին եւ այս ամեն ինչի կազմակերպիչ եւ նախաձեռնող Ազատ Օղլուխանյան, Գերմանիայի հայ ակադեմիականների միության վարչություն եւ նախագահն է Ազատ Օղլուխանյանը։ Շնորհիվ իր եւ մնացած մեր հայրենասեր պետականամետ հայամետ ընկերների եւ կազմակերպությունների կարողացան ստորագրություններով բազմաթիվ մարդկանց ստորագրություններով ձևավորել այս նամակը եւ պահանջել նախագահից այցելություն, եթե նույնիսկ պետությունը ինքը չանի դա, իրենք առանցին այցելեն Ծիծեռնակաբերդ։ Մի խոսքով հաստատվել է օրակարգը եւ նախագահի օրակարգի մեջ կա այցելություն որպես առաջին կետ այցելություն դեպի Ծիծեռնակաբերդ։ Հիմա սա մասին կարող ենք արդեն ասել բարձրաձայն, որովհետեւ արդեն նախագահը Երևանում եւ թուրքերը չեն հասցնի ոչ իմանով խոչընդոտել այս process-ին։ Սա մասին ես գիտեի արդեն 2 օր առաջ, ես ձեզ ասեցի, որ լավ նորություն է լինելու, բայց մի քիչ ուշ, որպեսզի ժամանակ չտայինք թուրքերին միջամտել այս հարցում եւ օգնել Փաշինյան Նիկոլին, որ նա կարողանար խուսանավել եւ չտանել աշկելափակել, ինչպես որ դա նախատեսված էր։ Եվ այսպես լինելու է եւս մեկ միջոցառում սրա մասին առանձին, երբ որ վերջնական կլինի, ես դա մասին նույնպես կասեմ, մեր հայ համայնքները դրսում պարապ նստած չեն, ձեռքերը ցալած չեն, իհարկե ոչ բոլորը, ցավոք, բայց կան աշխատող մարդիկ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում եւ աշխատում են ինչ որտեղ բալանսի բերել այն հայկական քաղաքականությունը, որը գալիս է պետություն կոչված այս ճիվաղապետության կողմից։ Եվ դա բալանսի բերեն տեղի կառույցների աշխատանքով։ Եվ այսպես գանք Հայաստան եւ տեսնենք ինչ կատարվեց Հայաստանում։ Հայաստանում այսօր ընտրություններ էր, տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Մոտավորապես այս վիճակն է ԿՊ-ի մոտ։ Ես գիտեմ, որ մարդիկ կան ասում են, վայ 36%, 34% ԿՊ-ն ձայնահավաքի Գյումրիում, բայց դա ոչինչ չի փոխում։ Դա ոչինչ չի փոխում։ Սա ԿՊ-ի կապիտուլյացիան էր եւ Փաշինյան Նիկոլը դա հասկացավ։ Չնայած նրան, որ ինքը ամբողջ ռեսուրսը ուղղել էր դեպի Գյումրի, մենակ թողելով այնտեղ Փարաքարը եւ Փարաքարում փաստորեն ինքը չունենալով այդ ազդեցության կեղծիքների ռեսուրսը պարտվեց ԿՊ-ն։ Սա հնարավորություն չի, որ հաղթել է տեխնացուն։ Սա հնարավորություն է, որ հաղթել է ժողովուրդը։ Հայ ժողովուրդը հաղթեց թուրքամետ այդ համայնքին, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր եւ դրա մետաստազները Փարաքարում։ Տեսեք, մենակ մի հանգամանք, որ ինքը ամենաբարձր մակարդակով մինչև ազգային ժողովի
նախագահ, դա իրաց բարձր մակարդակն է, որտեղ այլ ռեսուրս չունեն։ Այն ճոճվող մոճվողներից ես իմ մոտ ամբողջ բոլորը ցույց կտամ, ինչ ունեն այդ ճիվաղապետությունը կոչված իրանց ամբողջ ֆինանսական եւ քաղաքական ազդեցիկ ռեսուրսները ուղեցին Գյումրի, որպեսզի այնտեղ հաղթեն, բայց այնտեղ է բախները չբերեց։ Եվ այսպես նույնիսկ ասպարազան դատի տալիս, երբ որ լրագրողը եկել է լուսաբանելու։ Ինչ է դատի տալիս։ Մոտ բացել եք Սարիկ Մինասյանի շտաբը։ Շտաբը ուր է։ Ներսում ձեր Ներսում դուրս են գալիս ասում է շտաբը։ Բացեք տեսնեն ներսում տեղամասի մոտ բացել են Սարիկ Մինասյանի գաղտնի շտաբը։ Բազմաթիվ խախտումների մեխանիզմներ, դա մասին իհարկե խոսանք, բայց ես հիմա կոնկրետ այս դեպքին եմ ուզում անդրադառնալ։ Տեսեք, հասուն տարիքի մարդ, ֆիզիոլոգիապես արական սեռի, մոտ 100 կիլո քաշ առնվազն, եւ ինչ անում ինքը, մտել է հեռախոսի մեջ, պաշտպանվում է հեռախոսի հետևը, ստում է, ես միշտ ասել եմ, չէ, արժանապատվություն ունեցող մարդը չի ստում։ Սուտ խոսացող մարդը փալաս է։ Արժանապատվություն չունեցող մարդն է ստում, դա վախենում է ճիշտ ասել։ Վախկոտ մարդը չի կարող լինել արժանապատիվ։ Ինչպես նժդեհն են ասում, վախկոտը դա գենետիկորեն կդավաճան է։ Հիմա այս տեսանյութն եմ ուզում ցույց տամ։ Ուզում եմ բոլոր հնարավոր ձևերով հասցնել սույն բիոզանգվածին եւ ասել ձեր մասին կա այս կանխորոշումը, որ դուք չնայած ձեր տարիքին, ասում, արական սեռի ներկայացուցիչ տարիքով էլի, առողջ, հյուծված չի, բայց ամենակարևորն է բացակայում։ Ողնաշար արժանապատվությունը, տղամարդը, մարդը, նախ մարդ, երկրորդը տղամարդ։ Տղամարդ, որը սուտ է խոսում ու պաղկված է հեռախոսի հետևը։ Դուք զգացել եք սրանց ում ինչ ասում ես, միանգամից հեռախոսն են վերցնում նայում, պաղկվում են, թաքնում են հեռախոսի հետևը։ Բայց ինչ տվեց սա ձեզ, ասեմ ինչ տվեց սա ձեզ։ Սա բացի խայտարակությունից տվեց ձեզ կյանքով հավերժական խարան, որ կոնկրետ այս դեպքը, այս երևույթը ինքը պաշտպանում է թուրքական շահերը Գյումրիում, Հայաստանում։ Թուրքական շահերը ապահովում է Հայաստանում։ Դե ինչքանով կարողացան իրենք այս ամբողջ համախառն հանցագործությունների արդյունքում ապահովել, պարտվեցին փաստացի։ Փաստացի ԿՊ-ն ինքը պարտվեց։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ հանրապետության մեջ այդ ամբողջ շրջանում Իջևանից, Լոռիից, Ախալքալակից նույնիսկ ում ասես, ինչ ասես բերել էր, որ ձայն ու քվորում ապահոver, ասեն ընդամենը 36%, գիտեք, սա այն կարմիր լույսն է, անդորում 36% տեղ այդ ամենի հանրագումարում, իսկ փառաքարում լրիվ կապիտուլյացիա։ Սա ապացույցն է նրա, որ այն ծրագիրը, որոնք որոշել են, սահմանադրության փոփոխություն եւ այլն, դրանք ի սկզբանե տապալված են։ Ի սկզբանե չսկսած կորցրել են, դրա համար եմ ասում, Փաշինյան Նիկոլ, արագացու հանրաքվեն կազմակերպի է սահմանադրական փոփոխության, որ դու իրական ապտակ ընդեղ տեսնես, որովհետև հանրաքվեի մեջ լինելու է այո կամ ոչ, ընդեղ չեն լինելու 7-8 թեկնածու, հա, այո կամ ոչ է լինելու, և փաստացի տվեց, որ Գյումրիի մակարդակում, եթե նույնիսկ բոլոր ռեգիոններից դու շրջաններից բերում կուտակում ես, նույնիսկ այնտեղ այդ պարագայում դու չես կարողանում այո ստանաս, թեկուզ մի շրջանում։ Սա Փաշինյան Նիկոլի կապիտուլյացիան է, ինձ թվում է, որ ինքը արդեն հասկացել է, երևի կամ իրան ասել են, կամ եթե չեն ասել, հիմա հանգիստ կարող են ասել, ասում են Վարդան Հակոբյանն ասում էր, եթե դու քո ամբողջ պետական ռեսուրսը կենտրոնացնելով Գյումրիում չես կարողանում 30% հաղթահարել, նույնիսկ 50% հաղթահարել, դու ո՞նց ես սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու։ Գյումրիում հələ մինչև առավոտ մենք տեսնենք ինչ էր կատարվելու։ Հա, իհարկե 36%-ը քիչ է, չէ՞ իշխանություն ձևավորելու համար, ձևավորելու չէ, իշխանություն զավթելու համար, բնականաբար քիչ է։
պետք է լինելու 50% եւ ավել, որպեսզի կարողանան իրեն քաղաքապետ ընտրել։ Հիմա նայենք ցուցակը։ Հասկանանք պոտենցիալ ով ինչա անելու միջև առավոտ։ Հիշում եք, կա մաֆիա, խաղ։ Հա, երբ որ մաֆիան գնում է քնելու, առավոտ բոլորն աչքերը բացում են եւ բարձում է, որ մաֆիան խփել է կոնկրետ հատնած։ Այս պարագայում գիշերը պետք է մաֆիան որոշի, թե ում ծառայություններից պետք է օգտվի ինքը, ում հետաքրքրելու իշխանությունը, որպեսզի դառնա քաղաքապետ։ Ես ունեմ իմ կանխավարկածը եւ չեմ վախենա այսօր դա ասել։ Հա նայում ենք տեխնատուներին, ովքեր են նրանք։ Հա Վարդան Ղուկասյան, Վարդանիկը։ Մնացածին Կարեն Մալխասյան, Կարեն Սիմոնյան, Արտյոմ Թումանյան, Լևոն Բարսեղյան, բայց Լևոն Բարսեղյանը չի անցել, սա հիմ ցուցակ է։ Լևոն Բարսեղյանը պետք է 6% հաղթահարած լինեին, որ մնայց։ Ուրեմն նայենք տեսենք 6% ովքեր են հաղթահարել։ 6% հաղթահարել են ուրեմն Վարդան Ղուկասյանը, Կարեն Սիմոնյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը։ Հիմա ինչ է կարծում։ Անդիմությունը, եթե սան հաշվենք անդիմությունը, իհարկե մի քիչ դժվար է անդիմություն ասելը, բայց որ կպնչի, այս իմաստով։ Որն է ավելի հավանական տեխնացու, որ կդառնա ԿՊ-ի մի մաս եւ ԿՊ-ին կտա իշխանություն։ Եվ այսպես, որպեսզի ԿՊ-ն դառնա 51+, ստեղ կարող է իրան օգնի Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը։ Ով կօգնի այս երկուսից, միջև առավոտ, ում հետ կբարիշեն, ում կվախեցնեն, ըստ ինձ ամենահավանական տեխնացուն այստեղ Վարդան Ղուկասյանն է, Վարդանիկը։ Վարդանիկը դավաճանելու, ուրանալու, խաբելու, ստորանալու հետ ոչ մի խնդիր չունի։ Բիոլոգիապես հակվածություն ունի բոլոր տեսակի մուտացիաներին եւ այնտեղ չկան բարոյական սահմաններ, կա բավականին հարուստ քաղաքական փորձ այդ առումով, այնտեղ ոչ մի ես այնտեղ խնդիրներ չեմ տեսնում, որ առավոտ շուտ մեկ է կպարզվենք, որ կպարզենք, ասենք, որ ինքը դարձել է կոալիցիոն անդամ ԿՊ-ի հետ եւ կիսում է իշխանությունը իր 20%-ով կամ սրիչքան ինքը, հա 20%։ Որովհետեւ ինչ պիտի անի, ոնց պիտի հակառակվի, օրինակ, ոնց, ասի տարեք ինձ դատեք, ոնց ուզում եք, չէ՞ որ այս իշխանությունը, այս համակարգը նույն համակարգն է, իր ամբողջ գոյությունը պայմանավորված է շանտաժի լեզվով։ Վարդան Ղուկասյանը վերջի անմեղ մարդը չի, հա, ես ասեմ ոչ թե վերջին, նույնիսկ նախավերջիններ չի։ Վարդան Ղուկասյանի վրա քրեական գործերը կազմում են մի քանի հազար հատոր երևի։ Եվ առայսօր ինքը ոչ մի հանցագործության համար, ոչ ինքը, ոչ իր տղան պատասխան չեն տվել։ Ես կարծում եմ, որ միջև առավոտ մի դարակից կհանվի անպատասխան ինչ-որ մի գործ, որը ավելի քիչ եմ համարում Մարտուն Գրիգորյանի պարագայում, որովհետև Մարտուն Գրիգորյանի պարագայում այս պահին տղան եւ հայրը գտնվում են բանտում, չնայած ես ոչինչ չեմ բացառում, կարող է իրենց ազատելու դիմաց ինքը միանա ԿՊ-ին։ Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց կարևորը դա չի։ Այն որ ԿՊ-ն լինելու է մեծամասնությունն այդ իշխանության մեջ, դա արդեն բարձր չէ։ Բայց դա պարտություն է, որտեղ նախ ինքը կորցրեց Երևանին ամենամոտ համայնքը եւ դա ապացուցեց մի բան, որ ինքը իր ռեսուրսներով չունի 51+, 50% չկա, գոյություն չունի։ Իրական տոկոսները վստահության հանրապետության մեջ օգտագործելով իր ամբողջ ռեսուրսը, դա մաքսիմում 10%-ն է։ Իսկ 10% իշխանություն չի լինում, չկա, բնության մեջ տեսփան գոյություն չունի։ Այո, լինելու է իշխանության մեջ ԿՊ-ն որպես մեծամասնություն, Գյումրիում, բայց սա շատ քիչ է, որպեսզի Հայաստանը սահմանադրական մակարդակի վրա տանել վերջնական կործանման։ Իսկ եթե պատկերացրեք այս ընտրությունների ժամանակ, այս չընտրությունների ժամանակ, ասենք ասենք, ունենալով այս բոլոր հանցագործության դեպքերը, նույնիսկ մինչև 90-ական թվականներին, երևի դուք հիշում եք, չգիտեմ ովքեր կային եք այն հիշում, հոսանքազրկել,
բաներ գողանալ, ընտրատոփեր գողանալ։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա դեպքեր եմ ասում, 95-96 թվականին մեկ էս ամեն ինչը տեսել եք։ Դա բայց դեժա վյու մոտս առաջացավ, երբ որ ես տեսա եւ շատ տեղին այս դեպքը հիշել, վստահ եմ, հույս ունեմ այս ֆիլմը չի ջնջի YouTube-ը, չի արկել ապակի սա պատճառով, սա մեր մանկության տանգոնը, այն լույսը վարեմ մադեմի ահա լսենք մի բան, հուսով եմ չի արկել ապակի YouTube-ը։ Կեցեք հələ, կեցեք, ինչ եք թե ներքսե։ Ընկեր խասելա, դուք հագիկի բարես եք, դրա հագիկով սպաղվի։ Իսկ դու ընկեր մեծրոտ, դու գնա այ ընտեղ պոստիտ վրա վերընգի։ Իսկ դու Ռուբեն տղա, լույսը վարրել եմ ու պտի վարրեմ։ Ու այսօրից հետո էլ պտի վարրեմ։ Վարրե։ Կվարրեմ, հենց պտի վարրեմ, հպե։ Կեցեք հələ, կեցեք, ինչ եք թե ներքսե։ Նույնիսկ լույսերը վառելով, տեսեք այս ընտրկերտիկներն 있եք։ Այս մի մարդու հասեի վրա 10-ից ավելի մարդ են գրանցել։ Մի հասեի վրա մարդ եկել է, հասեի վրա տեսնում 10 հոգի մարդ է գրանցած։ Բայց նորից եմ ասում, պատկերացնում եք այս համատարած խախտումներին, բարձվում է Գյումրիում իրաց ձենտվող չի եղել։ Այն ինչ որ կա, դա fake է։ Դա ասում մի հասեի վրա, պետք է երկու ընտրող գրել են 10 ընտրող, հա, 10 ընտրող ու խայտարակ վիճակ, ու խայտարակ խախտումներ, հա, լսեք նայեք։ Գործընկերները նկարել են եւ մեր լրատվամիջոցից եւ մյուս գործընկերներ։ Որտեղ են իսկ նկար։ Այս ընտրատեղ։ Պարոն Արուշյան, դուք ինձ տեսել եք, պարոն Արուշյան, ներողություն, դուք ինձ տեսել եք։ Այո։ Դուք կանգնած եք քվյատուփի մոտ։ Սա մարսպետ է, պատկերացնում եք, մտնայեք էլի։ Սա մարսպետ է, ԿՊ-ի մարսպետը ուրիշ տեսք չեր կարող ունենալ։ ԿՊ-ն կարող են ունենալ մենակ այս որակի մարսպետ, որը անձամբ հա տուփ գողանալով զբաղված, հա լցոնելով զբաղված։ Նույնիսկ այս ամեն ինչի արդյունքում համարյա ձայն չուներ։ Այսինքն եթե հանենք fake-ը, տակը կմնա իմ ասած 10%-ը։ Եթե հանենք այս fake-երը, այս լցոնումները, տակը էլի մնալու է իմ ասած 10%-ը։ Այսօր պարզվել է արդեն փոքրիկ նախնական հաշվարկներով, որ 3000 մի ընտրատարածքում 3264 ձայն է կերծվել։ Մի ընտրատարածքում ընդամենը։ Սա հարց է ինչի նույնիսկ եմ ասում 2 հատ հավաքանի կունենա, 3 հավաքանի կունենա 10։ Հարցը նա է, որ մենք իրական ռեսուրս իրա հասկանանք, մեկը տեսնենք միջև որտեղ են իրանք ունակ տեխնիկապես կերծելու, հա, սա էլ նայեք։ Ընտրությունները պետք է ամփոփի նախ ինչ տվյալներ ունեք մինչև այս պահը, ինչ խախտումներ եք արձանագրել։ Տեսեք, մասնակցության տվյալները դա այն տվյալներն են, որ 1400-ին հայտնել է կենտրոնական 1400-ի արդյունքներով հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նոր տվյալներ մենք չունենք, թեև բարբերաբար տարբեր ընտրատեղամասերից ստանում ենք մասնակցության տվյալներ, բայց ամփոփ չեմ կարող այս բանին ասել, բայց մասնակցությունը շարունակում է աճել։ Հատուկ ուզում եմ շեշտել հետևյալը, որ նախորդ ընտրություններին մասնակցությունը Գյումրիում եղել է 25%-ից պակաս, մոտ 24% եղել, գիտեք։ Հիմա օրվա կեսի դրությամբ արդեն 24% համարյա լրացված էր, նշանակում է, որ դա շատ բարձր մասնակցություն է նախորդի համեմատ։ Հաշվի պետք է առնել, որ Գյումրիում գրանցված ընտրողներից զգալի մասը Գյումրիում մշտական չի ապրում, ուստի դժվար է սպասել տենց շատ բարձր մասնակցություն, ըստ գրանցվածների, բայց նորմալ է, այն մասնակցությունը, որ մենք տեսնում ենք, նորմալ է եւ դա նշանա ընտրական ակտիվությունը բարձր է։ Հիմա այդ լավ Իրական վերջում հասել է 30, կարծեմ 5 թե 36%։ Այս տեսեք 25% է եղել ժամանակին։ Այսինքն նշանակում անդեղ ընտրություն չի եղել։ Չի կարող 25%-ը քաղաքի որոշել ամբողջ քաղաքի ապագան։ Այդ ճակատագիրը, այդ 25%-ի մեջ էլ պատկերացնում եք, ասենք 100,000 ընտրողի մեջ 100,000-ը չկա, դե բնականաբար իրական թվերն ավելի քիչ են։ Դրա 25%-ը վերցրեք, ասենք 25,000-ը 25,000-ի մեջ
մասնակցիչների մեջ հələ 36%-ն է շահ է, 36%-ը 25000-ի անում է մի 6000 հոգի ընդամենը կամ 7000 7000-ից 3000 ձայներ կերտած այդ մի ընտրատարածքում։ Սենց որ նայում ենք փշու սենց հատիկ նայում ենք, հասկանում ենք Նիկոլ Փաշինյանը չի բռնել գլուխը։ Բա ինչ պետք է անի։ Սա իրական արդյունքներն են, մենք գիտենք ոնց ենք հաշիվ անում։ Ոնց հաշվել։ Իսկ եթե պատկերացեք ինչ կլիներ, եթե լիներ իրոք բան, ընտրություն եւ ասենք մի վստահելի ընդդիմադիր գործիչ մասնակցեր այս ընտրություններին։ Ուղղակի ընդդիմությունից մեկը լիներ։ Ոչ թե լինեին բոլորը ներկա նախկին, եվրոժետոնները, շատ հետաքրքիր է, որ եվրոժետոնները ընդհանրապես չանցան, ընդամենը 2000 ձայն է ստացել կարծեմ։ Չանցան, այսինքն հավանականությունը, որ մեկը կօգներ ԿՊ-ին, շատ փոքրացան, որովհետև իրան ինչի էին գնացել մասնակցելու, նույն Արամ Սարգսյանի բանը սցենարը պետք է լիներ, ինչ որ եղավ Երևանում։ Գյումրեցիք հասկացան, որ Արամ Սարգսյանին կարելի է վստահել մի անգամ։ Էնել էդ շատ կասկածելի ինչու են վստահել, բայց տեսնելով Երևանի խայտարակությունը, ոնց 7%-անոց քաղաքապետին բերին դարձեցին քաղաքապետ, հասկացա, որ ինը չի կարելի թույլ տալ Գյումրիում։ Եվ այսպես, այն պոտենցիալ դավաճանողը պետք է դավաճաներ, նա չանցավ, նա զրը չկա, գոյություն չունի։ Եթե լիներ մեկ իրոք վստահությունը վայելող մարդ, ես վստահ եմ 70% էին ձայների կստանար։ Այսինքն կլիներ մի հատ ԿՊ, մի հատ ընդդիմություն։ Իսկ եթե մենք գնում ենք հիմա այս պրոյեկցիայով սահմանադրական ընտրություններին, հանրաքվեին, հենց սենց է լինելու է, ընդ որում ավելի վատ է լինելու, որովհետև նորից հիշացնեմ, Գյումրու խայտարակությանը ուղարկված էր ԿՊ-ի ամբողջ ռեսուրսը։ Եվ որպեսզի ԿՊ-ի ռեսուրսին ավելի շատ չվնասեին, այս վիժվածքին փակել են պատի տակ, բանալու տակ, ասել են դուրս մի արի, դու մենակ կարողանում ես վնաս տալ։ Եվ պարզվեց, որ առանց իրար դուք մի բան չեք։ Ոչ մի բան չեք, էլի, որովհետև եթե միտեղ գնում ընտրություն, դուք այդքան ակտիվություն չունեք կեղծելու մասով, դուք ընդեղ ուղղակի պարտվում եք, ինչպես պարտվեցիք բացահայտ բան փառակապը, որը շատ լավ նախադեպ է։ Ես ուզում եմ սրանց ռեսուրսը նայեք, մի հատ իմանայք, որ ասում եմ ճիվաղի ռեսուրս, դուք հասկանաք, սա ինչ գույնի է եւ ինչ ձևի է։ Էս այդ ռեսուրսը։ Մարդիկ պետք է գնահատական տան։ Մարդիկ լսում են, կա, դուք լսեք։ Հա, չէ։ Դուք լսեք, որ կասկածում։ Չէ, դրեք դա չեմ կասկածում։ Թող մարդիկ լսեն։ Չէ, դուք պետք է լսեք ձեր բառապաշարը։ Դուք պետք է լսեք։ Ես իրանով չունեմ ձեր ձեռին կպնեմ հիմա։ Բայց կպնում եմ։ Ես հայ-հայում էի։ Բա ինչ էի կանում։ Բա ինչ էի կանում։ Դու էր արանքը։ Պատկերացնում եք, այս լկնին։ Սա նավակ ճոճողն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ կադր, հետո դարձավ բնականաբար հաջորդ հապաժառանգաբար Նիկոլ Փաշինյանի հավատարիմ կադր, Դավիթ Տոնոյանի ընկեր։ Հասկանում եք, չէ՞, նույն ցանցն է։ Նույն ցանցից է գալի։ Ասում են հարբած լկտի պահվածքի համար, ասում են դուք հայոյել եք վերագրողին, ասում են ցույց տվեք այդ կադրը։ Դե մարդիկ ձայնագրության մեջ այդտեղ տու են դրել, էլի, ձայնային ալեզնություն ասում, մոտ էս հայոյակ չեմ տալի, դե տու է գրած։ Սա ԿՊ-ի դեմքն է, ասենց ասեմ։ ԿՊ-ի բարոյական ոնց ուզում եք ասեք, հիմա եթե ասենք դիմացը սրներ, պետք է ասի նավակ ճոճող, անունը չեմ էլ հիշում։ Սա տխուր պահվածք է։ Որտեղ սուտ խոսալը տղամարդու պահվածք է, թե չէ։ Բան չէ, ուրիշ բան ես չունեմ ասելու։ Հա կամ ոչ։ Արժանապատիվ մարդը սուտ խոսում է։ Թե վախկոտի բան է սուտ խոսալը։ Կամ արժանապատիվ տղամարդը կնոջը կհայոյի ներվերագրով։ Այնքան բան կա ասելու։ Այստեղ օքի բանի պետք չի, այդտեղ պետք է ուղղակի մտածել, հա կամ ոչ, այդտեղ չկա, գիտես ինչ, երևի կարելի է, եթե կան նման ես երրորդ մասն մեծացած մարդ եմ։ Հարցը կոնկրետ պատասխան ունի։ Մնացածը դա կներեք այդ կռուտիտ լինելն է, այսպես կողքերը, իմ մոտ չի աշխատում, հա կամ ոչ։ Սա արժանապատիվ մարդու պահվածք է, թե ոչ։ Որտեղ տղամարդը կամ լինում է տղամարդ կամ Լենագանցիկ ասում են կնիկ մարդ։ Հա,
բայց տղամարդու պարագայում երբ որ դա ասում է, դա արդեն վիրավորանք է, էլի։ Հիմա սա ԿՊ-ի դեմքն է, ու այս ամբողջ ռեսուրսը Գյումրիում էր եւ կարողացա այս ամբողջ ռեսուրսի հետ միասին ապահովել ընդամենը այդ ոչինչ չասող 36%-ը։ Վստահ եղեք։ Սա կապիտուլյացիայի արձանագրում էր, որովհետեւ եթե չկա Նիկոլ Փաշինյան, իրան փոխարինում է սա։ ԿՊ-ն ուրիշ դեմք չունի, կա Մալենը։ Դուք պատկերացնում եք հիմա դուք որ դեմքն եք ուզում տեսնեք, որ դեմքն է գալու վստահություն ներշնչելու, չլինի դդումը։ Պատկերացնում եք Արայիկ Հարությունյանը գալիս է վստահություն ներշնչի մարդկանց, որ ձայներ ստանա։ Դա համար հասկացեք գլուխն չի աբռնա Նիկոլ, հասկանում է, որ ինքը մեծ հապկի մեջ է։ Որտեղ ինքը չի կարողանում ոչ մի բան, ինքը չի կարողանալու եւ չկա այն երկրորդը, որ իրան կարող է փոխարինի, որ մանիպուլացնի, խափի, ասի ձեր երեխեքը մեռել են խաղաղության համար, պետք է ուրախանեք, որ ձեր երեխեքը մեռել են, վերևից են նայում ես, ձեր երեխեքը սպանվել են, մենք տարել ենք, սպանել ենք պետականության համար, հասկանում եք, այս աստիճանի լկտիություն իր հոր հոտից, ասենք, ոչ մեկ չի կարող այդ վստահությամբ, այդ ցինիկությամբ ասել, հա, սրանք չեն ասի տեսնում։ Որովհետև սրանց հակառակ բան ասելը, տեղում ճիշտ պատասխան տալը, մարդու համար ավելի բնական ու հեշտ է, քան վարչապետին ասելը, հասկացեք, բան կա, հոգեբանական բարդույթներ կան, հա, վարչապետին ուղիղ ճակատին ասելը, դու անասուն չես։ Ոստե իմ երեխուն տարել սպանել ես, որ դու ինձ ասես, սա խաղաղության համար է մերը։ Խաղաղության համար պատերազմում է, խաղաղության համար չեն տանում սպանում։ Դու տարել ես, դիտավորել ես սպանել։ Ինչ պետականություն։ Մեկ ունեիք պետականություն։ Այդ ինչ իրական Հայաստանից մեր է փաթաթում գլխից։ Իմ տղեն իրական Հայաստանի համար էր կռվում այլև։ Հասկանում եք, Փաշինյան Նիկոլին կարող է դժվար է ասել, բայց սրանց նմաններին այդ ասելը ականջին դնել ասել խես հայոյում, վարչապետին չէին ասի, չէ՞։ Բայց սա ականջին դնել ասել խես հայոյում, իսկ որպես տղամարդ ինքը կռոտի տա լինում, ասում է ես չեմ հայոյում, դու ջինջել ես, գրել ես տու։ Լուրջ։ Սա է ռեսուրսը քաղաքական։ Սա է իրականությունը Հայաստանում։ Եթե կան մարդիկ, որոնց համար սա ընդունելի է, ես կներեք այդ մարդ ասած բառը, որ ես օգտագործեցի իրենց պարագայում էլ։ Սենց բան կա, գիտեք իրեն ճանաչում եք։ Ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, սա մարդու իրավունքների պաշտպանն է։ Նիկոլի մարդու իրավունքների պաշտպանն է սա, այս հրեշը։ Այս ինչ խտրականություն է, այս ինչ ատելության խոսք է, ոնց։ Դուք հասկանում եք, որ ԿՊ-ն կարող են մենակ այս դեմքով ունենալ մարդու իրավունքների պաշտպան։ Այն դեմքով բան մարզպետ, հիմա լսենք միտքը, լավ դեմքը տեսանք, բան միտքը։ Ես ես վստահեցնում եմ դեմքն ու միտքը դրանք ուղիղ համեմատական են։ Դուք երբեք չսպասեք, որ կարող է այս դեմքի արտահայտությունում խելոք բան լսեք։ Գնանք առաջ, ես ինչ ասում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, որի աշխատակազմը մարտի 30-ին հետևել է Գյումրի Փառաքար համայնքներում տեղ ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, որոշ եզրահանգումներ է արել քվեարկության ընթացքի եւ նախընտրական քարոզության վերաբերյալ։ Հիմա հարց ես մարդու իրավունքների պաշտպանի։ Կարող է պատամամ լսել ես վարչապետդ ինչ էր գոռում, որ պատե տալու, քացուտակ էր գցելու, ճղելու էր, ճզմելու էր նախին բոլոր երեք նախագահներին։ Կարող է պատամամ լսած լինի, եթե չի լսել, առանց տու միացնելու, միացնեք դրեք ականջի տակ է սրա։ Գնանք առաջ։ Պաշտպանի հանձնարարությունները տալի։ Իդիվս այլնի ուսումնասիրվել է լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են տվյալների ուղղորդումների տեղամասերում կողմնակի անձանց ներկայության կուտակումների եւ այլն։ Ասիկի քիչ, բայց ինքը չի տեսել, որ ընտրատեղամասի կողքը Սարիկի գաղտնիչն ա բացել։ Այդ մասին գրած կա էլի։ Ինքը չի տեսել այդ ամեն ինչը։ Մշտադիտարկման չհայտարարված այցին մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող անձինք, այդ համատեսով արձանագրվել են տեղամասային կենտրոնին հալող տարածքների շենքերի քվեարկության սենյակներում սենյակներու հարկի բավարար լուսավորություն, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիր։ Բայց ինքը որտեղ է տեսել խնդիրը։ Տեսակ։ Ընդ որում նշված խնդիրներն արձանագրվել են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված մատչելի եւ մասսամ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկում որպես նշած տեղամասային կենտրոններ։
Ես եթե իհարկե իրան կարելի է մարդ ասել մեծ վերապահումներով, այս ամբողջ ընթացքում ինքը մենակ դա է տեսել։ Դա է տեսել, բայց ինքը չի տեսել։ Չի լսել Նավակ Ճոճողի հայոյանքը, ինքը չի լսել իր վարչապետի, հա, այդ հիստերիկ ելույթը ճղճին։ Ինքը մի օր առաջ չի լսել Ալեն Սիմոնյանի ելույթները, ինքը չի լսել, ինքը ընդհանրապես ոչ մի բան չի լսել, ոչ մի բան չի լսել, բայց ինքը Նիկոլ Փաշինյանի մարդու իրավունքների պաշտպանն է, դրա համար էլ էս դեմքով է։ Ինքը ուրախ էր առավոտ, բայց հենց ինքը հիշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի մարդու իրավունքների պաշտպանն է, միանգամից ստացավ էս դեմքը։ Բայց դուք ինչ եք ուզում։ Մարդ համ աշխատի Նիկոլ Փաշինյանի համար, համ դեմքի այլ արտահայտություն ունենա։ Դա ուղղակի անհնարին է։ Եվ այսպես ուղղակի արձանագրենք ինչ որ կատարվեց Հայաստանում, սա ամփոփելու համար եմ ասում։ Նայեք, մոբիլիզացվեց ամբողջ ներուժը Գյումրիում եւ մաքսիմում կարողացան քամել, կեղծել, լուսերը անջատելով, քվյատուփեր գողանալով, լցոնելով, այսպես մի քանի բաներ կար։ Այն կանայք ոնց էին քվյատեղտիկները պահում մեջքերի հետևը։ Ես ուղղակի այնքան շատ եմ չեմ ուզում կեղծիկները հիմնավորելու համար ձեզ ցույց տամ։ Իսկ հիմա դուք էլ քիչ տեղեկություններ չունեք։ Բայց ամբողջ այս հանցագործ ռեսուրսներ օգտագործելով միայն Գյումրիում կարողացան ոչ թե հաղթել, այլ հավաքել 36%։ Բայց այն տեղերը, որոնք այդ մասշտաբի չկարողացան իրենք հասցնել ռեսուրսի իհարկե սահմանափակության պատճառով, փառակալում իրենք ուղղակի պարտվեցին տոտալ։ Սա նշանակում է մի բան։ Որոնց ռեսուրսը կարելի մաքսիմում միայն Գյումրիում 36%-ի։ Մնացած Հայաստանը մնում է ազատ։ Որտեղ այսօր լիներ ընտրություն տեղական ինքնակառավարման, որտեղ լիներ, որ Նավակ Ճոճողից բան չկա, ասենք, քանի հատ ասեմ, մի քանի հարյուր չկա կամ Ալեն Սիմոնյանից, հա, որ ստանեն լցնեն Ահաբեկեն, չէ, մի քանի հատ է։ Էնել ընդհանրապես մի օգտագործման համար է։ Մեկ անգամ օգտագործման համար է։ Մյուս անգամ որ տեսան լրագրողները, արդեն փաստա չէ, ինքը չի կարող ամեն անգամ նույն ձև իրան պահի։ Մնացած ամբողջ տարածքը մնում է ազատ։ Դուք պատկերացրեք սրանց հետ ինչ է կատարվելու, եթե իրանք դնեն հանրաքվե անցկացնեն անգամ սահմանադրության։ Հավատացեք ինձ սահմանադրության հավաքական ավելի հետաքրքիր, քան կոնկրետ այս քաղաքային ընտրությունները, որտեղ իրանք պարտվեցին, նույնպես եմ ասում։ Հիմա միջև առավոտ մնացած մասը ոնց իրանք կդրսևորի։ Շատ բան կախված է մարդու գրիքներից եւ Վարդանիկից։ Դե Վարդանիկին ես ասեցի ինքը ընդհանրապես խնդիր չունի։ Այդ ամենը կանի նույնիսկ ասեմ Աստծո անունը տալով, երթվելով, աղոթելով կմտնի քաղաքապետարան կընտրի ԿՊ-ին որպես քաղաքապետ։ Երբեք ինքը դրա խնդիրը չի ունեցել, ես չեմ կարծում, որ օր ծերության ունենա։ Ինձ ասում են, չէ, հնարավոր չի, որտեղ ինքը խոսք ա տվել ընտրություններից առաջ։ Աչքս տեսնի, ասեմ, ես սխալվեցի, մարդ կարող է փոխվի այդ տարիքում։ Բայց քանի որ ես նախադեպը չեմ ունեցել, ես չեմ տեսել, որ մարդ այդ տարիքում այդպիսի տրանսֆորմացիա անցնի, ասես միանգամից սենց բացվի որպես ծաղիկ։ Այս ցավոք մեր քաղաքական դաշտում նման բաներ չեմ տեսել, բայց ուրախ կլինեմ տեսնել նման։ Վարդանիկ Ղուգասյան, ինձ ապացուցե որ կերնի նման բան։ Նույնը մարդունին, թե իրանցից որին բերման կենթարկել լավ են բան իմաստով էլի, որ արեսկո մեր թարավ։ Միջև առավոտ ժամանակը ցույց կտա։ Մնացած ռեսուրսները, մնացած տեխնացուների ռեսուրսները բավարար չեն, որպեսզի իրանք դառնան 51+։ Այնպես որ այս մասին արդեն ժամանակավոր դատան ենք տալի, անցնենք մի քանի կարևոր նորություններ կա արտասահմանից, մասնավորապես դիգրեք մեծ հարցանուններ շատ որ հետաքրքրում, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ որովհետեւ մեր հարցերը ուզենք թե չուզենք լուծում են այնտեղ։ Տրամպը շատ հիասթափված է Պուտինի արձագանքներից, Պուտինի արագության, այս արագությունից կոպիտ ասած, հարցերի վերաբերյալ չի։ Տրամպը այսքան իրան պատեպատ տալի, որ այս հարցը շուտ լուծի։ Շուտ, այս դիլը, հա, այս գործարքը շուտ լինի, բայց Պուտինը չի վրազում։ Պուտինին ընդհանրապես վրազելու բան չունի, որովհետև այս դիլը իրան պետք չի, այս գործարքը, բացարձակապես իրան պետք չի։ Այս գործարքը իրան պետք է միայն մի ձևով
երբ Ուկրաինան ուղղակի գոյություն չի ունենա։ Իսկ ինքը դրել է երկու ոտերը մի կոշիկի մեջ ու շարունակում է պնդել իր ցանկությունները, որ այդպես է պետք է լիներ։ Որը նոր բան չկա, այստեղ մի քիչ Տրամպը անակնկալի է եկել, որ ես քո համար այսքան աշխատում եմ, աշխարհին թշնամի դուրս եկա, իմ հարյուր տարվա գործընկերների վրա եմ հարձակվել, քո պատճառով դարձա աշխարհի ատելի մարդկանցից մեկը արդեն, քո պատճառով իմ բոլոր հարևանների հետ պատերազմի մեջ եմ, իսկ դու ինձ այսպես նվաստացնում ես։ Մեծն Թրամփից։ Այո, Թրամփ։ Այո, ու դա դեռ սկիզբն է, դու հələ պետք է լինես ստիպված։ Գիտես ինչ ես անելու ստիպված, որպեսզի ասես չէ, ես այդքան էլ վատը չեմ, պետք է զինես Ուկրաինային։ Ասես Պուտինը ինձ խաբեց, ու միակ քո լվացվելու ես, կեղտից լվացվելու միակ ձևը լինելու է զինել Ուկրաինային, որ վերջապես Ուկրաինան կարողանա տապալի Ռուսաստանին։ Միակ ձևը, որ դու կարողանաս քեզ մի քիչ վերականգնել քաղաքական իմաստով, մի քիչ, որտեղ տալորված բանը հեղինակությունը շատ դժվար է վերականգնել, որի արդյունքում նախնական ընտրությունները արդեն կատարվում են տարբեր նահանգներում եւ դեմոկրատները արդեն սկսել են հաղթել այնտեղ։ Ընդ որում տեղեր, որ երբեք դեմոկրատները չեն հաղթել։ Շնորհիվ Տրամփի բանա, ընդեղել է մուտացիա գնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես ասում եմ, Թրամփը թաղելու է հանրապետական կուսակցությունը կամ հանրապետական կուսակցությունը ինքը կնախաձեռնի Տրամփի իմպիչմենտը կամ Տրամփը կվերացնի ուղղակի նախարարական հանրապետական կուսակցության իշխանություն լինելու շանսերը հետագա ասենք 10-15 տարվա համար առնվազն եմ ասում, հա։ Եվ այսպես ստեղել Պուտինն ասում է, չէ, կոզածով չի լինելու Տրամփ, արագ ես գործածքը չի լինի, որտեղ ինչ, արագ ես էսի անեմ, բա իմ ժողովուրդը չի ասելու, արա տալար 2 միլիոն մարդ կոտորեցիր, 1 միլիոն դա գրանցված թիվն է, իսկ ամեն մի զոհվածի դիմացել բազմապատկեք 3 որպես վիրավոր հաշմանդամ եւ անհետ կորած։ Այսինքն մոտավորապես 3-4 միլիոն մարդ տարավ թաղեցիր, սարքեցիր ինվալիդ, ինչի՞ն է համար։ Ուր է այդ հաջողությունները։ Ու այդ ձեռքբերումները, որտեղ է։ Բացի որ սանկցիաների տակ են 3 տարի, բացի որ ռուբլին է դարձել, իրանք ասում են, չէ, Ձերևյանի փայտից, իրականում դարել է փայտից, բացի այն որ բիզնեսն է վերացել, բացի այն որ կրիմինալն է հորդում, բացի որ արդեն 100,000-ից ավել զեք, մարդասպան, ռեցեդիվիստ, զինված սահմանում է, դրանք որ հանգարց հետեկան քաղաք բնակչության մեջ, այդտեղ ինչ է լինելու։ Արդյունքը ո՞րն է, իսկ Պուտինը դա գիտի։ Ինքը հասկանում է, որ ինքը չի կարող կանգնես էլ պատերազմում, բայց դա չի հասկանում Թրամփը։ Ու դա բանը sense նեղացած ու զարմացած է Պուտինի այս քայլերի վրա։ Դու չես հասկանում, ընկեր ջան, դու ես բանով տապալում ես համ քեզ, համ Պուտինին, համ Զելենսկուն։ Այստեղ չկա խաղաղություն, այստեղ կա մի ելք։ Կամ պետք է վերանա Պուտինյան Ռուսաստանը, Պուտինյան իշխանությունը, կամ Ուկրաինան։ Երկրորդ ելքը այս տարբերության մեջ գոյություն չունի։ Ուկրաինայի վերանալը բացառվում է, որովհետև թիկունքին կանգնած Եվրոպան, նրանք շատ լավ հասկանում են ինչ է նշանակում Ուկրաինայի վերանալը, իսկ որ Պուտինը կարող է դադարեցնի այստեղ պատերազմը, իրենք կվերացնեն տեղում։ Ինքը չի կարող գնալ դրան։ Տրամփ դժվար այդքան, միթե այդքան պարզ բաներ կողքդ հասարակ հասկացող չունես։ Իսկ այն հսկայական վնասները, որ դու տվեցիր ընկեր ջան, այս պետությանը ամերիկյան բիզնեսին եւ հեղինակությանը, դժվար է պատկերացնել, որ ինչ որ մի թշնամի երբևէ կարող է տալ տնտեսությանը եւ հեղինակությանը։ Իսկ նույնիսկ ասեմ, որտեղ քաղաքական հեղինակություն, այնտեղ տնտեսական զարգացում։ Եթե երկիրը տնտեսական հեղինակություն ունի հարևան պետության մեջ, նրա առևտրային կապերը եւ առևտրային ապագան շատ կասկածելի է թվում։ Իսկ Ամերիկան կորցնելու է, Ամերիկան դեռ կորցնելու է, այն ինչ որ ինքը կորցել է մոտավորապես 1.4 տրիլիոն արդեն կորցել է, մենակ իր շուկայում որպես արժեք իր ունեցած ակտիվների, հա, դա ընդամենը սկիզբն է։ Իսկ դա 1.4 տրիլիոն կորցել է, որպեսզի Ուկրաինայից 20-30 տարվա մեջ տաներ, քերեր 500 միլիարդ, պատկերացնում եք 1.4 տրիլիոն կորցնես, որ դու 30 տարվա մեջ Ուկրաինայից քերես 500 միլիարդ։
Այդ էլ ամերիկացուն ոչի բան չէր տալու, որտեղ այդ կամպանիաները գնալու էին մասնավոր գրպանների փողերը։ Բացարձակապես Ամերիկայի ոչի բան չէր տալու։ Ուղղակի մի քանի մասնավոր ընկերություններ իր շրջապատի օլիգարխները կհարստանային, ասենք, Ուկրաինայի ընդերքի վրա։ Եվ միջև հիմա նա թվում է ինքը կարա ինչպես փորձում է սահմանալությունը խախտել Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնը պարտադի Ուկրաինային, ասի ընդերքը տուր ինձ, մինչդեռ ոչ մի նախագահ իրավունք չունի դանելու։ Ընդերքը Ուկրաինայում պատրաստում է ժողովրդին։ Այսինքն ինքը նաև ասում է, Սանով ասում է Զելենսկուն ինքնասպան եղի։ Զելենսկին ասեց, չէ, ես ինքնասպան չեմ լինի, այն ինչ որ օգնություն տվել ես, դե բա չեք նայեն որպես վարկ։ Օգնություն եղել, որի համար շնորհակալ ենք։ Շատ բարձ վիճակում է, դե հիմա ուղիղ հետ են գալիս Հայաստան։ Ուղիղ հետ են գալիս Հայաստան։ Եվ այսպես այ ձայնը չկա, ձայնը։ Խնդրեմ, շատ կարճ, ինչու անվստահություն հայտնեցիք։ Եթե շատ կարճ, իրան իր պապան չէր վստահում, 18-ին է ասել։ Պարզա չէ, պարզ բանաձև էր, որի հասկանալու համար մեզ պետք էր 7 տարի։ Ընդ որում, ոչ բոլորին Էրիկերը բավականացել 7 տարի այս պարզ բանաձևը հասկանալու համար։ Вот почему у Стефана Карри ненормальные способности. Его попросили հատուկ նրա համար, որ հայազգը վերացնեն։ Գիտություն կրթություն մշակույթ Ինչ ասի։ Փաշինյանին բերել են հատուկ նրա համար, որ հայազգը վերացնեն։ Գիտություն կրթություն մշակույթ տարան կապեցին սպորտի հետ։ Մշակույթի աշխատողը գիտություն չի հասկանա, որ նրանց սպորտը։ Նրանց ծրագիրը հայազգը վերացնելն է։ Նա Հայաստանի հողերը, ջրերը մաս տալիս է Թուրքին, եւ Թուրքի ուրախությունն է։ Էրդողանի գիրքը Էրդողանի նկարը վրան ուրախ հիանում է այդ գրքով։ Էլ ինչ մտածեմ ես այդ մարդու մասին։ Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչի թվում էր, թե մարդիկ չեն տեսնում, հեռուստացույց չեն նայում, ինտերնետ բան չեն նայում եւ չեն հասկանում ինքը ինչ անում, չեն հասկանում դա ինչ հետևանքների է բերելու։ Շատ վստահ էր, որ ասենք իր պատկերացած պետության ողնաշար ոստիկանի մահակով կարելի է բոլոր հարցերը լուծել։ Ասենք կարելի է ժողովրդին պարտադրել, որ սենց մտածեն։ Բայց ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը հիմնականում սենց է, քվեարկում է ոտքերով։ Եթե նա գնում է, այո, գնում է այսօր գնաց ընտրատեղամաս, ընդեր մի հատ հայոյանքեր էր գնաց բոլորին ուղղված, դա չեմ ցույց տալի, ինքը կամ այդպես հայոյում է, կամ առնվազն ԿՊ չի ընդունում։ Ես երաշխավորում եմ այդ մի քանի հազար, մենք կարող ենք նույնիսկ հաշվել քանի հազար է եղել իրական ձայները, մի օր եթե հնարավորություն կունենան, բայց այդ շատ չէ։ Այդ մի քանի հազար էլ կարողացել են կեղծել եւ ստանալ ԿՊ-ի օրենքին օգտին, դա եղել է հաստատ կեղծ ընտրաթերթիկներով, կեղծ հասցեներով, ուրիշի ձայներից գողացած, այսինքն ռեալ մարդ, որ գնացել իրանց ձենատեղը, տեսնելով ինչքան չնչինալի, կարող է 2-3 հազար Գյումրիում մարդ եղած լինի, որ հստակ գնացած լինի ընտրատեղամաս իրան ձեն տալու համար։ Ես վստահ եմ, որ կեսից ավելին եղել են հենց այս ձևերով, կեղծած, լցոնած, մի հասցեի վրա մի քանի հատ գրած, լույսերը անջատելուց, դուք հասկանում եք, չէ, որ վստահ մարդը, եթե ընտրություններում հաղթում է, ինքը լույսերը չի անջատում ու բան չի գողում, այսինքն գողանալու համար, այսինքն մի ամբողջ մարզի, մարզպետ չի գալի ընտրատեղամաս, որ մարդկանց վրա ազդի, պատկերացնում եք ինչքան վիճակը վատ է, որ մարզպետը պետք է գա, կանի ընտրես ящики կողքը, որ ինչ-որ բան հարց լուծի։ Պատկերացրեք, եթե դա ասենք համայնքային քաղաքային չի, դա համապետական է, այդ մարզպետը քանի հազար կեց պետք է լինի, որ գնա հասցնի ինչ-որ բաներ անել։ Ժողովրդի պատասխանը ապտակը, նույն ապտակն է լինելու։ Նույն ապտակը, նույնիսկ եթե էլի վերադառնում են նույն խոսակցությանը, իրանք կարողանան կալոն անել այս տականքներին, բաժանել բոլոր ընտրատեղամասերով, էլի 36%-ն է իրանց լինելու։ Էլ էս խախտումներով, էս ամիջով, էլի 36%-ը, բայց դա շատ քիչ է սահմանադրական կապիտուլյացիան անցկացնելու համար։ Գնանք առաջ։
Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ելույթներին։ Իհարկե Հայաստանում չէ, բայց Մոսկվայում հետևում ենք անդադ լուրերին, հետաքրքրվում ենք իհարկե։ Երեկվա ելույթ նայել եք։ Չեմ նայել, զբաղված եմ եղել, այսօր գիշեր թռնում եմ, շատ զբաղված եմ եղել, թե չէ բաց չէի թողի։ Իրոք ընտրել ենք, ասեմ շատ, սրտանց ընտրել ենք ընտանիքով, բայց փոշմանել ենք, այսպես ասեմ։ Ոնց որ մեր Հայաստանն է փոշմանել։ Հետևում Տեսեք, սա նույնիսկ չէր լսել այդ խայտարակ ելույթը, բայց գիտեք ինչ, դա միակն ու բացառեկը չի, մարդ եթե ինձ ասեմ, մեկ ամիս հետևի Նիկոլ Փաշինյանի ելույթներին, կարծում եմ մեկ ամիսը բավական է, որ մտավոր կարողություններից նույնիսկ չփայլող մարդը կարողանա հետևություն անել, ով դիմացին է, ընդհանրապես կարելի էր վստահել, ասենք, երկու ավանակ, որ ինքը տանի ադածացնի հետ բերի, թե չէ, երկու ավանակ է, կարելի է վստահել այդ մարդուն, որ ինքը տանի դաշտ, որ ավանակները արածեն ու հետ բերի, իրանից բան պետք չէր, իհարկե ոչ, բայց նման մարդու մի ամբողջ պետություն է վստահվեց, բայց ինչ կլինի, բա արդյունք ինչ պիտի լիներ, հիմա այս կինը նույնիսկ չնայելով այդ վերջի ելույթը հասկանում, այո, ընտրել ենք, եւ ոչ միայն դուք եք ընտրել եկին, եւ շատ փոշմանել եք, իսումա, այո, այդ գիտակցությունը կա, այդ գիտակցությունը օտեկան ավելի է տարածում, խորանում մարդկանց մեջ, որ սխալ որոշում է եղել։ Ու այն մարդիկ, որոնք անդադ ինձ հուշում են, որ չէ, դու ժողովրդին չես ճանաչում, դու չգիտես, ոչ մի բան չի փոխվել, ժողովուրդը անտարբեր է, ժողովուրդը խելք չունի, մի խոսքով, չէ, ժողովուրդ ջան, այդպես չի։ Այդպես չի, ես իմ ժողովրդին ճանաչում եմ։ Իմ ընկերներից մեկը հայտնի, մեկը կասեց, Վարդան, դու այսքան օպտիմիստ լինելու համար օրական ինչ ես ընդունում։ Ես ուղղակի իմ ժողովրդին ճանաչում եմ, գնանք առաջ։ Ինչու չեք վստահում ներկայիս իշխանությանը, երկու բառով ասեք։ Ես իրաց դավաճան չեմ համարում, ես իրանց համարում եմ թուրք, որովհետև դավաճանը հայ կհամարվեր, բայց իրանք հայ չեն։ Իրանք եկել են այն նպատակով, որ լրիվ քանդեն հայի օջախը Արցախից բռնած, Հայաստանից բռնած, արդեն ձեռը գցում են մեր արևմտյան Հայաստանին, որը մենք այդքան սպասում ենք, որ հետ բերենք, իրանք եկել են դա էլ ձեր ջրեն Հայաստանի ու Արցախի հետ։ Իրանք թուրք են, իրանք հայ չեն, դավաճան պետք չի իրանց ասել։ Իրանց պետք է ասել ուղղակի թուրք են, որոնք ծպտյալ թուրք են եկել են ստեղ քանդելու, ես այդ եմ ասում։ Ինչը դրանց վստահեմ, ինչ հույս դնեմ ես իրանց վրա։ Այն ինչ եմ անում ստեղ։ Այդ արել եմ, ստորագրում եմ։ Всё։ Ու ասում եմ չքվի, որ դատաստանը տեսնենք, ոչ թե խելոք։ Այո, ոչ թե խելոք փախնես, այլ որ դատաստանը տեսնենք։ Հետաքրքիր է, չէ՞, ինձ ապշեցեց այս տեսանյութի մեջ, գիտեք ինչ, ինչ թեթևությամբ էլ ինքը ասում, չկարսես չարություն, նենգություն, հեսա քեզ տես ինչ ենք անելու, չէ։ Դու չքվի, ու որ դատաստանը տեսնենք, դու փախնելու տեղ չունես։ Թեթևությամբ էլ ասում, շատ դժվար է հասնել այս վիճակին, լավ վիճակ է, որովհետև ես գիտեմ, որ մարդու մեր մեծ մասը շատ արդարացիորեն այո այս կարծիքի է եւ միաժամանակ բավականին չարացած, տեղին չարացած։ Բայց այս թեթևությունն շատ դուր եկավ։ Առնվազն այս կինը գիտի, ներողություն, ինչ է պետք անել, ինչ է ինքը սպասում եւ հաստատ տեսնում չես կարողանալ փախնես, հա։ Դու պետք է դատաստանի արժանանաս։ Ու բավականին թեթև։ Դա բոլորիս է պետք է հոգեվիճակը մեզ համար, մեր առողջության համար, որտեղ ես գիտեմ ինչքան մարդ առողջական խնդիրներ ունի հենց այս հողի վրա։ Եվ ես մեր ընկերուհուն եմ ուզում բոլորս լսենք իրար հետ։ Ես չեմ ուզում իմ հայրենիքը կորցնել։ Ես հայ եմ ու հայ պիտի մնամ։ Այսքան ման Փաշինյանն է հանձնել հայրենիք։ Այո, բավ։ Ինչ կոչ կանեք հայ ժողովրդին։ Միավորվել, միայն ու միավորվել, որովհետև մեր միասնականության մեջ է, որ մենք պետք է հաղթենք ու մեր հայրենիքը ազատագրենք, ինչպես մեր պապերն են արել ու մեր սերունդն է արել, այն սերունդը, որ հիմա ցավոք սրտի Եռաբլուրն է մեծացրել։ Վերջում զգացիք, Եռաբլուրը մեծացնելու վրա հուզվեց տակի դունչը դողաց, տակի չէ, դունչը դողաց։ Ես գիտակցությունը կա, ով ինչ ուզում է ինձ ասի, լավատես եմ, լավատես չեմ, սա լավատեսության բան չի, ես գիտակցությունը կա,
կա ու բավականին տարածված է։ Մարդիկ կարող է իրենց առօրյայում առիթ չունեն դրա մասին բացահայտ արտահայտվելու եւ ամեն մեկի չի որ ասենք YouTube-յան ալիք ունի որ կարող է միացնի ինչ մտքով անցնում ասի, հա։ Ու ասենք միտի գնալն էլ կարող է չասեմ պրակտիկայի մեջ չի մտնում, որովհետեւ մենք մեզ ուրիշ ձև են մեծացել։ Եթե կհիշեք, միշտ ասել են մի քաղաքականացու, քաղաքականությունը վատ բան է, քաղաքականությունը անառակություն է։ Եվ մարդկանց միշտ հերո են պահել, դու գործ չունես քաղաքականության հետ, դե հələ սենուններ պետք է ասենց անցնեն, որ այս կոմպլեքսները վերանա։ Օրինակ ես հույն ընկերներ ունեմ, որտեղ խոսում ենք, մեկն ինձ ասեց, գիտես Հունաստանում, որ գիտենք մեկ ասենք դրա political science, քաղաքագիտություն սովորելու բան, ինքը բանա հեղինակություն է, իրենց սկսում են հարգել, ասում են, հա, մեր ապագա մեր ճակատագրով զբաղվողն է, տես ինքն լավ սովորի աշխարհը, լավ ճանաչի, որ մեզ ինքը կարողանա օգտի, այսինքն քաղաքականությունով զբաղվող մարդիկ, քաղաքականություն մասնագիտորեն սովորող մարդիկ ընկալվում են որպես իրենց շահերը ներկայացնող ապագայում, հա, իրենց դառնում է sense չասեմ, հեղինակություն։ Մեր հասարակության մեջ այդպես չի բոլորովին։ Որովհետև մեր հասարակության մեջ հակառակն է միշտ ասվում, քաղաքականություն դա անառակների բան է, գիտեք ինչի, որտեղից անառակներն են դրանով զբաղվել։ Դա չի նշանակում, որ դա բացառապես անառակների մենաշնորհն է։ Ես երաժշտության ոլորտում միշտ ասում եմ, ռաբիզը չի մեղավոր, որ իր լսողները շատ են, հա, լավ երաժշտություն կատարողներն են пассив։ Սա իմ բանաձևն է եղել միշտ։ Իսկ ով ասեց, որ լավ բանի պահանջարկ չկա։ Հա, դու որ пассив ես, քեզանից է որ պահանջ, դու պետք է ձևավորես այդ պահանջարկը։ Հիմա որ քաղաքականության մեջ էս համատարած անառակությունը մենք տեսել ենք, դա չի նշանակում, որ այդպես էլ պետք է լինի։ Դա նրանից է, որ մենք ուղղակի դա ճիշտ բառերով չենք որակել։ Այսինքն ես կանենք, ասենք, ես չեմ անընդհատ պնդում։ Սուտ խոսելը անառակություն է, վախկոտություն է։ Ինչ եմ ասում անառակություն, որտեղ ես վստահում եմ Նժդեին, ասում էր սուտախոսը, վախկոտը պոտենցիալ դավաճան է։ Որովհետև ստից են վախից են մարդիկ սուտ խոսում կամ շահ ունեն, որ սուտ են խոսում։ Տեսեք, ոնց ուզում եք գցեք բռնեք, ոնց որակյան տակ ուզում եք նեք, դա անառակություն է։ Եթե մեր մոտ դառնա դա դատապարտելի սուտը, պետք է ասում եք ինչքան կմաքրվի քաղաքական դաշտը։ Հասարակության մեջ դատապարտվի սուտու կեղծիկը, պատկերացնում եք այդ հասարակությունը կդառնա իդեալական միջավայր։ Թե քաղաքականության համար, թե բիզնեսի համար, թե տնտեսության համար, հասարակություն, որտեղ ամեն մարդու բարոյական մակարդակի վրա դատապարտվում է սուտը եւ դա ոնց որ անազգանք լինի, ասենք եթե պատկերացեք հասարակություն, որտեղ եթե դու մեկին ասես դու սուտ ես խոսում, նա քեզ հրավիրի դուելի։ Դա իր համար համարի մահացու վիրավորանք։ Մենք կունենանք մի դրախտային իրավիճակ, դրախտային միջավայր, որտեղ ցանկացած մեկը կաշխատի պահել իր դեմքը, ինչպես Ճապոնիայում։ Ճապոնիայում գիտեք ինչի է ինքնասպանություններն այդքան շատ։ Վախը, որ նրանք վատ բան են արել եւ կորցրել են սեփական դեմքը։ Դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է։ Բայց սեփական դեմքը արժանապատվությունը այն աստիճանի բարձր մակարդակի է դրա դրած, որ դրա կորուստի վախը մարդկանց տանում է ինքնասպանության։ Եվ այս աղջկա ես գեղեցկուհու հոսքերի վերջում ես ուզում եմ ես փոքրիկ տեսանյութը մենք իրար նայենք ու ասեմ ինչու։ Եկեք ես այն տան ուզում եմ որովհետև հեչ համապատասխան ձայն չի այս տեսանյութի համար բոլորի։ Սա դալիվանքն է, առաջի կազել 1993 թվականին։ Այս ծանր գնով, այս դժվարություններով, այս զրկանքներով, այս զոհերով ձեռք բերվածը Փաշինյան Նիկոլը ընդամենը ստորագրություններով, մարդկանց խաբելով, որ փրկել է 25,000 հոգի, 30,000 հոգի, 35,000 հոգի շրջապատումից փրկել է։ Ամենավերջի տականքային զառանգցանքներ ասելուց հետո
որի պատասխանը չպահանջեց ոչ մի զինվորական, չգտնվեց մի արժանապատիվ զինվորական, որ ասեր հələ մի վայրկյան, քեզ գլխավոր հրամանատարի տեղ դրած, այդ որտեղ է եղել 25,000 շրջափակման մեջ հայտնված զինվորական, երբ որ Ադրբեջանը ընդհանրապես մարդ չուներ, ուժ չուներ, որ նույնիսկ Շուշին գրավեր, 25,000 զոր, 25,000 զոր մենք Բաքուն կգրավեինք, չգտնվեց գեթ մեկ զինվորական, գեթ մեկ այս տղեկից մի հոգի, ու այդ հարց տար, բարձր, կամ ասենք ինքնասպան լիներ իր արժանապատվությունը փրկելու համար, կամ չի ենթարկվել այս դավաճանական հրամաններին, ինքնասպանը պետք չէր լինել, կռիվ տար, թող իրան սպանեին, կդառնա հերոս, չգտնվեց գեթ մեկը, որ այս կեղծիկը կուլ չտար, չծամեր, ու ասեր տղեկա, այսքան բան են արել, գրավել են մեր համար, տվել են, ազատագրել են, բա մենք ոնց սադիկայաբար այս ամեն ինչը հանձնենք, սա ինչի համար ցույց տվեցին, այս աղջկա ասածը, որի վերջում իր դույնը դողաց, որից հուզվեց, որ մեզ սերունդը ազատագրել է, էլի կազատագրի, ես հավատում եմ դրան, ասեմ ավելին, որ ազգը նման նպատակներ չունի, նա չի ապրում, թե անհատական կյանքում, թե մասնագիտական կյանքում, թե անձնական կյանքում, են մարդիկ, որոնք չունեն նպատակներ, երազանքներ, նրանք արդյունավետ չեն ապրում, նրանց օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է, ի վերջո նրանք երկար չեն ապրում, երկար եւ առողջ եւ հաջողակ են ապրում այն մարդիկ, այն անհատները, որ ունեն մեծ նպատակներ եւ կամք այդ նպատակներին հասնելու համար եւ կատարում են համապատասխան գործողություններ, բխող տվյալ նպատակներից։ Դա վերաբերվում է նաեւ ազգերին։ Այն ազգերը, որոնք չունեն նպատակներ, ժամանակի հետ մաշվում գնում են։ Ուղղակի մաշվում գնում են։ Ըստ ռեգիոնների, ըստ պատմական իրադարձությունների, նրանք դառնում են անմրցունակ, դիմադրողականությունից զուրկ, ուղղակի ժողովուրդ։ Այդ տարածքի վրա ապրող։ Որովհետև մարդկանց խմբերին եւ ազգին միավորում են նպատակները, որոնք բերում են համապատասխան հոգեվիճակի, համապատասխան գործողությունների եւ իրականում վերջում այդ նպատակների հասնելու այս process-ին, այս երազանքին, ինչպես մենք իրականացրեցինք 91-92 թվականներին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ ասում էին, ինչ եք խոսում, դա անհնարին է, մենք ընդամենը 4 միլիոն ենք, Ադրբեջանը 7 միլիոն։ Ես սա իրենց խոսքերն եմ ասում։ Օրը կգա այս զանազանություններն էլ կհայտնվի, ինչպես Վանոյի եւ Վազգենի բանը հայտնվեցին, ես երեք դա մասին խոսացի, չէ։ Այս ամեն ինչը եղել է, ամեն ինչը հիշում եմ։ Իրանք մեր այդ երազանքները հենց սաղմում ուզում էին խեղտած լինեին, բայց այն ժամանակ կային մարդիկ, որ թքած ունեին դրանք ինչ են ասում, որովհետև դրանք հեղինակություն չէին։ Ընդհանրապես ով էին իրանք, ով է ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, գիտեն միտինգների խոսումը, ընդամենը։ Բայց մարդը վերցել էր, գնացել էր զենքը երկիրն ազատագրելու, նա չէր գնում միտինգ, նա հերոյ էր այդ մանիպուլյացիայից, նա գիտեր, որ ռեալ կյանքը ստեղ է, քո վրա կրակում են, դու պետք է կրակես ու ազատագրես, վերջ, չես ուզում քո վրա կրակեն, այդ բարձունքը պետք է ազատագրես, վերջ, ուզում ես քո տունը, քո հայրը, պապան տեղ իր հողի վրա ապրի, դու պետք է տարածքը ազատագրես, ուզում ես կարողանաս քո հարազատի գերեզմանին այցելության գնաս, տարածքը պիտի ազատագրես, անկախ նրանից այդ մանիպուլյատոր սրիկաները ինչ են խոսում հրապարակներում կամ հեռուստատեսությունում, մարդիկ դրանից զուրկ բան է, հերոյ են, նրանք ռեալ գործով են զբաղված, դա լինելու է, վաղ թե ուշ լինելու է, որովհետև եթե չեղավ, եք ենք վերանում որպես ազգ, իսկ իմ պլանները մի քիչ այլ են, ու ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք դրան հասնել, թող ինձ ասեն անբուժելի լավատես, ուտոպիստ, ինչ ուզում եք ասեմ, էական չի, գործն է բերում արդյունք, եթե գործ չկա, այո դա ուղղակի ուտոպիա է, բայց մենք գործով ենք զբաղված, այսօրվա ընտրությունները ցույց տվեցին, որ այդ գործը սկսել է արդյունք ցույց տալ, իսկ վստահ եմ մենք ունակ ենք ավելին անելու, այս լավ նոտայի վրա այսօր ավարտում եմ, լավ մնացեք։